Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Անանուշյանը վերջին օրերին փաստացի պասիվացել է սոցիալական ցանցերում, այն բանից հետո, երբ հանրությանը ներկայացված տեսանյութում նա հեգնում էր բժշկական հանրույթին։ Ռիլը, որը մի քանի օր առաջ համացանցի ուշադրության կենտրոնում էր, ջնջվեց նախարարի պահանջով։ Նանուշյանն այժմ միայն պաշտոնական հաղորդագրություններ է կիսվում իր էջում, փորձելով այդպես ակտիվություն ապահովել։ Նախարարության ներսում պտտվող տեղեկություններով փոխնախարարի դիրքերը թուլացել են, իսկ քաղաքական թիմում ոմանք արդեն նրան համարում են գնացած։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխող կուսակցության ներսում արդեն նկատվում է լուրջ կադրային ֆիլտր, որի արդյունքում գործող 69 հոգանոց խմբակցության պատգամավորներից 29-ը կարող է դուրս մնալ հաջորդ խորհրդարանի կազմից, ինչը կազմում է մոտ 42.3%։ Ճանաչադրվելու որոշում կայացրած պատգամավորներ։ Ժողովուրդ օրաթերթը իմի բերեց տվյալները, համաձայն որոնց մի շարք պատգամավորներ ինքնակամ չեն պատրաստվում մասնակցել առաջիկա գործընթացներին։ Նրանք են Հակոբ Արշակյան, Մերի Գալստյան, Լիլիթ Կիրակոսյան, Հրաչյա Հակոբյան, Լենա Նազարյան, Քրիստինե Պողոսյան, Խաչատուր Սուքիասյան։ Մասնակցությունը կուսակցության կողմից արգելված պատգամավորներ։ Ըստ Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների, որոշ պատգամավորների ՔՊ-ն թույլ չի տվել մասնակցել ներկուսակցական գործընթացներին։ Նրանք են Ջուլիետտա Ազարյան, Դավիթ Դանիելյան, հեռացվել ընտրացուցակից խախտումների համար, Հռիփսիմե Հունանյան, Հայկ Սարգսյան, Ալեն Սիմոնյանի հետ կոռուպցիայի բախումների արդյունքում, Կարեն Սարուխանյան, Հայկ Ցիրունյան։ Ռեյտինգային ցուցակի առաջին 100-ից դուրս մնացած պատգամավորներ։ Մյուս խմբը կազմում են այն պատգամավորները, որոնք ներկուսակցական ռեյտինգային ցուցակում չէին հայտնվել առաջին 100 տեղերում, ինչը զգալիորեն նվազեցնում է նրանց խորհրդարան վերադառնալու հնարավորությունը։ Նրանք են Հերիկնազ Տիգրանյան, Շիրակ Թորոսյան, Էսթեր Այվազյան, Գուրգեն Մելքոնյան, Հռիփսիմե Գրիգորյան, Ալեքսանդր Ավետիսյան, Նարեկ Բաբայան, Կայանե Եղիազարյան, Միքայել Թումասյան, Դավիթ Կարապետյան, Արմենուհի Ղազարյան, Մարինա Ղազարյան, Արտյոմ Մեհրաբյան, Տիգրան Պարսիլյան, Անուշ Քլոյան, Վանիկ Օհանյան։ Հրապարակ թերթը գրում է. Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում են կարել, թե ընթացիկ տարում 2026 թվականի հունվարի 1-ից առ այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատողները որքան պարգևավճար են ստացել։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ մարտի 6-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 15.210.500 դրամ պարգևավճար, այսինքն ընդամենը 2 ամսում Տավուշի մարզպետարանում 15 միլիոն դրամից ավելի պարգևավճար է բաժանվել։ Հրապարակ թերթը գրում է. ԿՊԱ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն իշխող թիմում միակը չէ, որին Նիկոլ Փաշինյանը հորդորել էր թմրանյութի թեստ հանձնել։ Ասում են նախընտրական ցուցակում էլի կան նման թեկնածուներ, որոնց կասկածում են սիստեմատիկաբար թմրամիջոց օգտագործելու մեջ, եւ Փաշինյանը մի քանիսին էլ է ասել թեստ հանձնեք։ Մեզ պատմեցին, որ կասկածյալներին Փաշինյանն ասել է, որ պատգամավոր դառնալու ախորժակ չպահեն, բայց անգործ չեն մնա։ Ընտրություններին լավ աշխատելու դեպքում հետագայում գործադիրում պաշտոն կստանան։ Հրապարակ թերթը գրում է. Հայաստան դաշինքը որոշել է այժմ աշխատանքային քննարկում անցկացնել ուրբաթ օրը, հրավիրել մի շարք ԲԿ-ների ներկայացուցիչների։ Հրավեր է ուղարկվել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Մի Պանահիտ Մանասյանին քննարկելու առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո ստեղծված աբսուրդ իրավիճակը։ Աշխատանքային քննարկման կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է պատգամավոր Արմենուհի Գյուրեղյանը։ Հրապարակ թերթը գրում է. Մինչ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Սամվել Կարապետյանի շուրջ ընդդիմությանը միավորվելու հորդորներով է հանդես գալիս, նրա գլխավորած կուսակցությունը պատրաստվում է համագումարի, որի ժամանակ ենթադրվում է, որ կհաստատեն նաև նախընտրական ցուցակի առաջին 30 համարների անունները, ինչպես օրենքն է նախատեսում։ Մեր տեղեկություններով մարտի 14-ին կառավարության նիստերի դահլիճում ՀԱԿ-ը համագումար է հրավիրել։ Իրինա Ատենյան, Օրագիր Նյուզ։